Բարև ձեզ, դեկոնստրուկցիա, ռեկոնստրուկցիա զրույցների շարքն է, այսօր շարունակում ենք, գիտեք, ինչով ենք մենք այստեղ զբաղված ենք, ինչպես միշտ նշում եմ ես բոլոր մեր զրույցներից առաջ, ամենայն դեպս, եթե մարդիկ կան, որ առաջի անգամ են նայում, այստեղ մենք զբաղված ենք քանդել հավաքելով, ինչպես անունը հուշում է դեկոնստրուկցիա եւ ռեկոնստրուկցիա, այսինքն կազմալուծում, այսպես ասած, կազմաքանդում եւ վերականգնում։ Քանդում եւ հավաքում ենք ինչը, քանդում հավաքում ենք ուրեմն մեր հանրության մեջ տարածված տարբեր պատկերացումները, հանրային կյանքին իհարկե վերաբերվող, ինքնին պարզ համարվող ճշմարտությունները, չգիտեմ, ինչ որ կարծրատիպերը եւ այլն, փորձում ենք տեսնել մեջը ինչ կա, եթե պիտանի բան կա, փորձում ենք վերականգնել, այսպես ասած, ռեմոնտի ենթարկել, եթե չէ, գցում ենք դեմ պարզապես, քանդում ենք, տեսնում ենք մեջը բան չկա, գցում ենք դել։ Ուրեմն անցյալ անգամ մենք սկսեցինք խոսել մի կարևոր թեմայից, գիտեք, այդպիսի տարածված կամ տարածվող հիմա նաև նորից տարածվող, որտեղ ասենք, որ սա հին պատկերացում է, թեզ կա, որ հայերը եւ թուրքերը, որում խոսքը եւ Թուրքիայի թուրքերի մասին է եւ Ադրբեջանի թուրքերի, բայց այսօր միայն Թուրքիայի մասին ենք խոսելու, որ հայերն ու թուրքերը իրականում շատ լավ իրար հետ դարերով ապրել են, ամեն ինչ նորմալ է եղել, ոչ մի մեծ խնդիր, լուրջ խնդիր չի եղել, բայց եկան օտար ուժերը, արտաքին ուժերը, խառնեցին, թշնամություն ստեղծեցին, կռվածրեցին եւ բոլոր ուրեմն խնդիրները դրանից են։ Լսել եք երևի այդպիսի պատկերացում, թե ինչպես է դա ձևակերպվի, դրա մասին ենք սկսել խոսել, նախնական որոշակի սահմանումներ տվեցինք, որոշակի գնահատականներ տվեցինք, կամ ավելի շուտ հենց սահմանները այդ թեմայի փորձեցինք պատկերացնել, ասացի ես, որ այդ թեման նոր չի իրականում, անցյալ անգամ էլ ասացի, դա բավականին հին, այսպես 100 տարուց ավել պատմություն, 100 տարվա եւ ավել պատմություն ունեցող թեզ է, բայց հիմա ակտուալիզացվել է։ Եվ մենք պայմանավորվեցինք, որ մենք այս քանի որ շատ կարևոր է, եւ ինչու է կարևոր, դա նշեցինք անցյալ անգամ, հիմա չկրկնեմ, մենք ոչ թե 1-2, այլ մի քանի զրույց դրան կնվիրենք, տարբեր ճիշտ կոնտեքստի մեջ նաեւ կտեղավորենք, որպեսզի իրոք հասկանան, որտեվ սա ոչ թե ուղղակի պարզապես կարևոր թեմա է, ինչպես անցյալ անգամ ասացինք, այլ մի թեմա, որը վերաբերում է մեծաշով մեր կյանքին եւ ոչ միայն կյանքին, այլև նաև մեր ինքնիշխանությանը, մեր անկախությանը, որտեղ ես ասացի, որ այս թեման այս կամ այն կողմ, ընդ որում շեշտում եմ այս կամ այն կողմ, մանիպուլացնելով միշտ մեզ փորձելու են կառավարել, տարբեր ձևով այս թեման մանիպուլացնելով, միշտ փորձելու են կառավարել եւ կառավարել են տասնամյակների, տարիների ընթացքում եւ հիմա էլ են փորձում նույնը անել, դրա համար մենք այստեղ պետք է փորձենք հնարավորինս հասկանալ ճշմարտությունը եւ նաեւ անցյալ անգամ էլ շեշտեցինք, ես էլ ասեմ ու արդեն անցնենք բուն այսօրվա խոսակցությանը, որ եթե մենք մի արտաքին պատումը մեր պատմության մասին, օրինակ ռուսականը, փոխարինում ենք մեկ այլ արտաքին պատումով, օրինակ թուրքականով, դա չի նշանակում անկախություն, դա նշանակում է ընդհանրապես մի կախվածությունը փոխարինել մյուս կախվածությամբ։ Անկախություն նշանակում է ձևավորել սեփական հայացք, սեփական պատմությանը։ Մենք այս խնդիրը մինչև հիմա ունենք, եւ այս խնդիրն էլ մեր այս զրույցներով, այս բոլոր մեր շարքերով ռուս-թուրքական վանդակից սկսած փորձում ենք լուծել, սա է մեր նպատակը։ Եվ էլի ուզում եմ շեշտեմ, որ երբեք չխաբվեք, դա հեշտ ճանապարհ չի, այն ինչ որ որպես հեշտ լուծումներ ձեզ առաջարկվելու է եւ առաջարկվում է, դա փակուղի է եւ ոչ միայն փակուղի է, դա ընդհանրապես չի լուծում խնդիրը։ Դա էլ եմ ասում, ընդհանրապես փոխարինում է մի արտաքինը մյուս արտաքինով, բայց անկախության մասին այստեղ խոսք լինել չի կարող։ Հիմա անցնենք առաջ, մենք պայմանավորվեցինք, որ որպեսզի այս թեման սկսենք կամաց sense ասած բացել, առաջին բանը, որ պետք է անենք, նախ ծանոթանանք օբյեկտիվ իրականության, այսինքն հասկանանք հիմա տվյալ դեպքում Թուրքիայի օրինակով, հետո առանձին Ադրբեջանի թուրքերի վերաբերյալ կխոսենք, Թուրքիայի օրինակով հասկանանք ինչպես են ապրել հայերը Օսմանյան կայսրությունում, ու ասենք ինչքան որ այդ դարերի ընթացքում իհարկե մենք մանրամասն պատմական տենց ակնարկ չենք կարող հիմա անել, չենք էլ անելու, դա մեզ պետք չի, մենք ընդհանրապես ընդհանուր գծերով մի հատ սխեմա ենք այսպես ասած կառուցելու, որպեսզի նախ եւ առաջ հասկանանք օբյեկտիվ իրականությունը, դա հասկանալուց հետո նոր միայն մենք կարողանանք ավելի ճիշտ ձևով վերլուծել այն կաղապարները, այն մանիպուլյացիոն ուրեմն մոդելները, որ մեզ պարտադրվում են եւ ինչու այդ մանիպուլյացիաները պետք է նաեւ հասկանանք ինչու են դրանք աշխատում։ Այ որպեսզի հենց դա հասկանանք, պետք է մի հատ էլ օբյեկտիվ պատկերը վերականգնենք։ Ինչ է պատմում ստանդարտ ուրեմն
թուրքական պատումը հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Էլի հիմիկվան շեշտեմ ոչ միայն թուրքական այստեղ նյուանսներ կան, բայց այդ նյուանսները մենք հիմա բաց ենք թողնում, դրանց առանձին հետո կանրադառնանք, որ չբարթացնենք, հիմա վերցնում ենք զուտ այդ մասը, որ թուրքական պատումը, ինչ է պատում, այն պատումը, որը Թուրքիայում հիմա էլ կա եւ 11-ների ընթացքում եղել է, իրենք էլ չէ ունեն, ասենք, իրենց այսպես ասած տեսակետը, այնպես ինչպես իրենք են ներկայացնում, թե ինչ ա եղել հայ-թուրքական հարաբերություններում, չէ՞ որ իրենք չեն ժխտում, որ 15 թվի դեպքերը իրենք չեն ասում, որ դա ցեղասպանություն է, բայց իրենք ասում են, այո, եղել են ողբերգական դեպքեր, այսինքն իրենք դա չեն ժխտում, որ ողբերգական դեպքեր են եղել, որ այդ թվում նաև հայերի նկատմամբ են ուրեմն բռնություններ կիրառվել, այդ իրենք չեն ժխտում, բայց ինչպես են իրենք ներկայացնում, ինչ է եղել։ Շատ կարճ, եթե բան անենք, իհարկե մանրամասները չեն գնում, էությունը հետևելն է, իրենք ասում են, որ դարերի ընթացքում հայերը Օսմանյան կայսրությունում շատ լավ ապրել են, այսինքն ունեցել են, զբաղեցրել են տարբեր դիրքեր, պաշտոններ, ունեցել են արտոնություններ, օրինակ նույն հայ եկեղեցին, եղել են մեծահարուստներ հայ, չգիտեմ, սահմանադրություն են նույնիսկ արևմտահայերը ունեցել, իրոք ունեցել են Օսմանյան կայսրությունում 19-րդ դարից, այդ կրոնական իմաստով ուրեմն օրենքով բանով պաշտպանված է եղել եւ հայ առաքելական եւ հայ կաթոլիկները առանձին եւ այլն։ Հայերն իրենց հերթին նույնպես եղել են պետականամետ, Օսմանյան կայսրության պետականամետ ազգերից, նույնիսկ հենց այդ հին ժամանակներից եկող ուրեմն բանկը հավատարիմ միլետ այդպես էին հայերի մասին, հենց Օսմանյան կայսրության ուրեմն բաները ասում, հա, այսպես ղեկավարները, այսպես ասենք հիմա մի քիչ պայմանական ձևակերպենք, եւ ինչա լինում, ուրեմն այդ ասենց ասած հովվերգական իդիլիկ գրեթե դրախտային պատկերը, որտեղ բոլորը բոլորից գոհ են, հայերի եւ թուրքերի միջեւ ոչ մի խնդիր չկա, հայերի եւ Օսմանյան կայսրության միջեւ ոչ մի խնդիր չկա, հայերը շատ լավ ընտիր ապրում են Օսմանյան կայսրության հովանու ներքո, գալիս են արտաքին ուժերը, եվրոպացիք, նաեւ դրանց մեջ ռուսները, այստեղ չեն տարբերում իդեպ այդ տարբերություն չկա այս պատման մեջ, գալիս են եւ սկսում են խառնել իրար, սկսում են թշնամություն սերմանել, հանուն իրենց շահերի եւ այդպես այդտեղից էլ հայ-թուրքական հարաբերությունները վատանում են, հայերը ընկնում են այդ վատ չար, ուրեմն արտաքին ուժերի խելքին, սկսում են հայկական ուրեմն կազմակերպությունները Օսմանյան կայսրության դեմ գործողություններ անել եւ այդ ամեն ինչ որ եղավ, սրա արդյունքն է։ Եվ դե եզրակացությունը, որ հետեւաբար եթե մենք հիմա հանենք այդ ամեն ինչը, հասկանանք, որ ոչ մի խնդիր չկա բացի արտաքին ուժերի հրահարածից, նորից ամեն ինչ շատ լավ կլինի, շատ կարգին կլինի, բուն խնդիր չկա եւ ասում են, տեսեք, հիմա էլ հայերը ապրում են, չէ՞, օրինակ Թուրքիայում, Ստամբուլում, հատկապես Կոնստանտինոպոլսում հայեր են ապրում, էլի ասում են ապրում են, չէ՞, չենք ոչնչացնում իրենց, մեծ հաշվով էլի եկեղեցին կա, պատրիարքը կա, այդ ամբողջ կարգավորումը, կանոնավորումը, այդ կյանքի ազգային կա, հայերի մեջ էլի կան աչքի ընկնող մարդիկ եւ հարուստներ կան եւ որոշակի դիրքեր նախկինի նման չի իհարկե, բայց որոշակի էլի դիրքեր ունեն եւ նույնիսկ Հայաստանից նոր էս վերջի շրջանում գնացած հայեր էլի կան, այնտեղ ապրում են։ Եվ իրոք եթե դուք գնաք Ստամբուլ, այնտեղ տեսնեք, ծանոթանաք տեղի հայերի հետ, ապրում են, ես ինքս եղել եմ, այնտեղ նաև ընկերներ ունեմ, ուսանողական տարիներին այստեղ Երևանում ծանոթացել եմ, եղել եմ Ստամբուլում, իրենց տեսել եմ, հետները շփվել եմ, իրենք ինձ քաղաքն են ցույց տվել եւ այլն եւ այլն։ Իդեպ Ստամբուլ եմ անդադասում, ճիշտ չի Կոնստանտինոպոլիսն կամ Պոլիսը, հենց իրենք ասում են Պոլիս, պոլսեցիները, պոլսահայերը։ Այս ուրեմն իրենց ստանդարտ պատումն է, թուրքերի պատումն է հայ-թուրքական հարաբերությունների մասին, նյուանսները ամեն ինչ մի կողմ ենք թողնում, մոտավորապես այսքան։ Հիմա ինչ կա այստեղ։ Այստեղ կա ճշմարտության որոշակի հատիկ շեշտում եմ, հիմա հերթով կգնամ։ Իհարկե բայցը վերջում կասենք։ Այս բանին էլ որ վերցնենք, տեսնենք, իրոք հայերը զբաղեցրել են Օսմանյան կայսրության մեջ դիրքեր, իրոք նույնիսկ պաշտոնյաներ են եղել, նույնիսկ գերի թուրքերի կառավարության մեջ հայեր են եղել, իհարկե երբեք ռազմական կամ բարձր ռազմաքաղաքական պաշտոններ չեն զբաղեցրել, չնայած որոշ բացառություններ է տվել կամ, բայց ասենք ֆինանսների գծով, օրինակ, չգիտեմ, այնտեղ մշակույթի եւ այլն
ունեցել են։ Ներդրում ունեն իրոք Օսմանյան մշակույթի մեջ ընդհանուր միջև Քեմալի ժամանակներ, մեծ ներդրում ունեն ճարտարապետությունը, չգիտեմ, գրատպությունը, ինչ ասես, նույնիսկ սպորտը, օրինակ ֆուտբոլը, հայերը հիմա իրանց հայերը շատ տարօրինակ են, էլի իրականում, այսինքն մենք ֆուտբոլը Օսմանյան կայսրությունում իրոք դա բան չի, չափազանցություն չի եւ ընդհանրապես սպորտը կազմակերպված, էլի հայերը առաջնային դեր են այնտեղ ունեցել։ Եվ շատ այլ ոլորտներում իհարկե ունեցել ենք նաև մեծահարուստներ եւ այո ունեցել ենք որոշ նաև արտոնություններ, այդ ամեն ինչը եղել է, բայց դեռ չեմ ասում, ես հիշում եք, չէ՞, որովհետեւ բայցն է այստեղ կարևոր։ Մյուսը իրոք արտաքին միջամտությունը եղել է եւ իրոք արտաքին միջամտությունը որոշ դեպքերում բերել է շատ վատ հետևանքների, արտաքին միջամտության գործոնը չի կարելի շղթել, շատ սխալ բան մենք անենք, եթե շղթենք եւ անտեսենք, եւ ես ինքս դրա մասին շատ եմ խոսել, ոչ միայն այս մեր բաներում, հա, զրույցներում, օրինակ ռուս-թուրքական վանդակում հատկապես, այլև նաեւ գրել եմ դրա մասին, օրինակ 2019-20 թվականներին ես ունեի այդպիսի մի հատ շարք այլընտրանքային պատմություն Մեդիամաքսում էր դա տպվում, այդ կայքում էր տպվում, այդտեղ բավականին շատ այդ թեմային տարբեր կողմերից անդրադարձել եմ, այդ թվում բավականին sense ուժեղ շեշտերով, այն ժամանակ փարկասո դա դեռ տես մոդայիկ տրենդ չէր, հանգիստ կարելի էր գրել, մեկը ոչ մեկ չէր խորանում, չնայած կարդացողներ բավականին շատ այդ ժամանակային այդ հոդվածները, եթե հետաքրքիր կարող եք նայել մանրամասներ, որտեղ հիմա ես մանրամասների մեջ չեմ խորանալու, այս ամեն ինչը եղել է իրոք եւ այս ամեն ինչը չի կարելի անտեսել։ Հիմա ինչ է տեղի ունենում, երբ որ մի քիչ ավելի sense սովորական հայկական կրթություն ստացած մարդը հանկարծ մի օր իմանում է, որ այս փաստերն է իմանում, որ հա գիտեք, իսկականից հայերը ունեցել են ինչ որ դիրքեր, ունեցել են պաշտոններ, եղել են հարուստներ հայ եւ չունեմ սահմանադրություն են ունեցել իդեպ մի փուլ կար այդ 19-րդ դարի առաջին կեսին, երբ որ այդ հայերի սահմանադրությունը ընդունվեց, այսինքն ընդունվեց բանը հայերը դրան հասան, որ ընդունվեց եւ այդ ժամանակ Օսմանյան կայսրությունում այնպես բարեփոխումներ էին ընդհանուր անցկացվում եւ մի քիչ հայրենիք պատմամբ ավելի նպաստավոր քաղաքականություններ կար, որ արևելահայ շատ գործիչներ այստեղ ապրող ռուսական կայսրության ուրեմն դիրապետության տակ համարում էին հայերի վիճակը Թուրքիայում ավելի լավ։ Այդպիսի բան է, ոչ բոլորը, բայց այդպիսի հոսանքներ ենք մենք ունեցել։ Հատկապես ավելի sense պահպանողական հայացքների տեր մարդիկ, որոնք համարում են, որ այնտեղ հայկականությունը ավելի լավ է պահպանվում։ Հիմա եւ ինչ էի ասում, ուրեմն երբ որ մի քիչ ավելի sense սովորական հայկական կրթություն ստացած մարդը այս փաստերը իմանում է, այո, դա իր վրա որոշակի չէ, լավ էլ հոգեբանական ազդեցություն է ունենում, ինքը ոնց որ իր աշխարհում sense տեղի ունենում ինչ որ կոչվում է կոգնիտիվ դիսոնանս եւ այդտեղը որ մանիպուլյացիան կարողանում է լավ աշխատել։ Ինչու է դա տեղի ունենում, էլի խնդիրը իհարկե մեր կրթական համակարգն է, որը մեզ պատկերը տալիս է ընդհանուր մեր պատմության եւ հատկապես հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը տալիս է շատ այսպես բան, սև ու սպիտակ, չի տալիս նրբությունները, չի տալիս երանգներ, չի տալիս ուրեմն բարդությունը, պատկերի բարդությունը, իսկ պատմության պատկերը միշտ բարդ է, պես սև ու սպիտակ չի լինում, եւ երբ որ մարդը, որը այդ սև ու սպիտակին սովոր, անկարծ իմանում է փաստերը, համակարգը սկսում է փլուզվել եւ ինքը հեշտությամբ ենթարկվում է այս մանիպուլյացիայի, ոնց որ շատերը, որ իմանում են, բա գիտեք, Հայաստան թուրքի գյուղեր են եղել, թուրքեր են ապրել, չգիտեմ, բնակավայրերը թուրքական անուններ են ունեցել, փլվում է իրանց մոտ շատ բան։ Դա գալիս է մեր կրթական համակարգից, որ նորմալ չի պատրաստում մարդուն, ի վերջո պետք է տաս օբյեկտիվ պատկերը, մարդը շատ ավելի լավ ու պաշտպանված է այդ ժամանակ, չգիտեմ, լավ չի սեփական օրինակերվի բերել, բայց այս օրինակը բերեմ, որովհետեւ օրինակ ինձ համար, այսպես ասած, ռուսները մեզ դավաճանեցին, բան, այդպիսի թեմա երբեք չի եղել, բայց ես վերջի օրինակ 20 թվականի պատերազմի ժամանակ էլ, ինչ որտեվ ես չեմ կարծել երբեք, որ ռուսները մեզ իրական դաշնակից են։ Ես ի սկզբանե դե իմ հրապարակումներում դա կան, համար հանգիստ ասում եմ, ի սկզբանե էլ ասել եմ, որ 20 թվականի պատերազմը շահառուն Ռուսաստանն է, հրահարողը Ռուսաստանն է, որ այստեղ գործում է ռուս-թուրքական դաշինք։ Ես այդ իմացել եմ, դրա համար երբ որ ես դա իմացել եմ, ես չեմ զարմացել, որ այսուն են բա մեր դաշնակիցները, չեմ նեղացել, որովհետև նախապես չեմ այսպես ասած հիացել, որ հիասթափվեմ կամ նեղանամ, եւ շատ այդպես ավելի հանգիստ վերաբերմունք եմ պահպանել եւ
իմ դիրքորոշումների հիմքում այդ նեղվածությունը չի, նեղվածություն չկա ռուսներից, դրա համար էլ կարող դա ավելի adekvat սառնասիրտ իրականությունը գնահատող այսպես հիմք է քեզ տալիս, բայց պատճառը ո՞րն է պատճառը, ոչ թե որ ես բոլորից խելոքն եմ, ոչ իհարկե, այլ պատճառն է, որ դեպքերի բերումով ես մի քիչ ավելի լավ եմ այդ թեմանին մեջ պատմական տեսակետից որպես պատմաբան խորացել, ուսումնասիրել եւ հասկացել եմ արդեն մոդելները։ Ինչի մասին ռուս-թուրքական վանդակում խոսենք։ Հիմա գանք բայցին։ Այս ամեն ինչը շատ սիրուն է, այսպես ասած, շատ որոշ չափով, միայն շատ որոշ չափով, իրական շատ փոքր չափով արդեն նախապես ասեմ։ Ճիշտ է, բայց սա նույնպես իրականության պարզեցված եւ աղավաղված որոշակի փաստեր, ուրեմն մեծ կոնտեքստից փոխված պատկերը։ Ինչ է եղել իրականում։ Այդ ամեն ինչ ինչ որ ասացինք, որ այո, հայերը ունեցել են դիրքեր են զբաղեցրել, հարուստներ են եղել, արտոնություններ են եղել եւ այլն, այս ամեն ինչ ինչ որ թվարկեցինք, վերաբերվում է միայն որոշ հայերին։ Ավելին, որոշ հայեր ասելը շատ մեղմ է։ Դա վերաբերվել է մեծաշով հայազգի ծայրահեղ, շեշտում եմ, ծայրահեղ փոքրամասնության։ Ոչ թե փոքրամասնությանը, այլ ծայրահեղ փոքրամասնության։ Այստեղ է նյուանսը։ Եվ մենք պետք է հասկանանք, որ երբ որ մենք խոսում ենք հայերի մասին Օսմանյան կայսրությունում, մենք չպետք է խոսենք սենց որպես մեկ միասնական ամբողջություն։ Մենք պետք է հասկանանք, որ այստեղ երկու կարևորագույն բաժանում կա։ Նախ դասակարգային, հայերը մի զանգված չեն պարզել, որ դասակարգային բաժանում կա։ Սա շատ կարևոր է, մենք մոռանում ենք, մենք միշտ խոսում ենք հայ ժողովուրդ, ինչ հայ ժողովուրդ։ Հայ ժողովուրդը բաղկացած է տարբեր դասակարգերից կամ ինչպես հիմա երևի ավելի այնպես ընդունված ասել սոցիալական շերտերից։ Իրական դասակարգ բառը շատ լավ բառ է, այդտեղ այդ սոցիալական շերտ պետք չի ասել, խավեր շերտեր, լավ խավեր ասենք, որ ավելի բաց լինի, եւ տարածքային։ Եվ այս ամեն ինչը որ ներկայացվում է, որ հայերը լավ են ապրել Օսմանյան կայսրության մեջ, ինչը որ ներկայացում է թուրքական քարոզչությունը, ինչը որ հիմա մեզ փորձում են եւ փորձելու են ավելի շատ հրամցնել, վերաբերվում է, ել եմ ասում, փոքրամասնությանը, որ փոքրամասնությանը, նախ դասակարգային փոքրամասնությանը, այսինքն սա վերաբերվում է, չգիտեմ, հենց մեծահարուստներին, բարձրաստիճան եկեղեցականներին, շեշտում եմ բարձրաստիճան եկեղեցականներին, ոչ ասենք գյուղի տերտերներին, վերաբերվում է, ասենք, ինչ որ ընդհանրապես արտոնյալ խավին։ Եվ տարածքային իմաստով սա վերաբերվում է նախ եւ առաջ Կոնստանտինոպոլսում, մայրաքաղաքում ապրող հայերին, ոչ բոլորին, այստեղ էլ արտոնյալներին, որտեղ այդտեղ էլ հայերի մեծ մասը որ ապրել են, բանվորներ, չգիտեմ եւ նրանք հաստատ լավ չեն ապրել, բայց արտոնյալ խավը հատկապես Կոնստանտինոպոլսում, այլ մեծ քաղաքներում Օսմանյան կայսրության, հիմնականում Հայաստանից դուրս, ասենք Սմիրնայում, այսօրվայի թուրքերի ձևով ասած Իզմիրը եւ այլն, այդտեղ նույնպես այդ արտոնյալ խավերը ապրել են, լավ, սրանց մասին է խոսքը, բայց մենք պետք է հասկանանք մի կարևոր բան։ Այս մարդիկ, այս արտոնյալ խավերը եւ այդ մեծ քաղաքում ապրողները, նույնիսկ մեջները, եթե վերցնենք բանվոր խավերին եւ ավելի բան, նրանք հայ ժողովրդի ճնշող փոքրամասնությունն են եղել։ Հայ ժողովրդի ճնշող, շեշտում եմ, ճնշող մեծամասնություն, դա նշանակում է ոչ թե ասենք 60%, ասենք 70-80-90% ապրել է ոչ թե քաղաքներում, այլ գյուղերում, ապրել է ոչ թե Հայաստանից դուրս, այլ Հայաստանում։ Խոսքը այս ամբողջ դարերի մասին է, որտեղ դեմոգրաֆիական պատկերը իհարկե փոփոխվել է հատկապես 19-րդ դարում, եւ Հայաստանը որոշ չափով դատարկվել է, նկատի ունեմ տվյալ դեպքում արևմտյան Հայաստան, չնայած դա պայմանական տերմին է, այն Հայաստանը, որը Օսմանյան կայսրության տիրապետության տակ եղել, որտեղ ի դեպ դա Հայաստան է, ուրիշ բան չի, դա հենց Հայաստան է, մեր հայրենիքն է, մենք դրա մասին ենք խոսում, Հայաստանի սահմանների մասին չենք խոսում, ասենք, չգիտեմ, Բյուտանիայի կամ մյուսների մասին, էլի հայաբնակ հայերով բնակեցված շատ տեղեր, բուն Հայաստանի մասին, այսինքն Կարինը,
այսինքն վանը, այսինքն մուշը, այն ինչը որ պատմականորեն եւ ոչ միայն պատմականորեն հենց հիմա էլ իրականում շարունակում է մնալ հայերի հայրենիք, Հայաստան երկիր, որովհետև մենք խոսել ենք դրա մասին ինչու, որովհետև դա եւ մշակութային առումով է շարունակում մեր հայրենիքը մնալ եւ այլ շատ առումներով, հիմա նորից չխորանամ, խոսածված թեմա, կարող մի օր նորից ավելի մանրամասն խոսենք, եթե ինչ-որ մեկին հետաքրքիր է, ասում հայերի ճնշող մեծամասնությունը այդ դարերի ընթացքում Օսմանյան կայսրության ենթակա հայերի ապրել են Հայաստանում, չեն ապրել Կոնստանտինոպոլսում, Սմիրնայում, մյուս ուրեմն մեծ քաղաքներում եւ եղել են գյուղացիություն, չեն եղել, չգիտեմ, ասենք բուրժուազիա կամ չգիտեմ մեծահարուստներ կամ բարձրաստիճան եկեղեցականներ, դրանք փոքր շերտ են եւ այդ հայերը ճշշող մեծամասնությունը, այսինքն Հայաստանում ապրող հայ գյուղացիությունը ապրել է վատ, չի ապրել լավ, այդ բոլոր բաները, որոնց մասին խոսացինք եւ ասենք, այո, ճիշտ է, ագին մասով, նրանց չի վերաբերում, այսինքն մեր ժողովրդի 90%-ին չի վերաբերվում։ Սա շատ կարևոր է հիմա։ Այս մանիպուլյացիայի հիմքն է, որը պետք է հասկանալ, որտեղ փաստեր են բերում, ասում են, տեսեք, չգիտեմ, Պողոս Աբգար Բեյ Պողոսյանը եղել է, չգիտեմ, Օսմանյան կայսրության նախարար։ Տեսնում եք, ինչ լավ են ապրել հայերը, բայց ինչ որ մի պայմանական, ասենք, մեկը ինքը հայ ժողովրդի է բանի մեջ, զանգվածի մեջ չի եղել օրինաչափություն։ Օրինաչափությունը եղել է, ասենք, Կարինի կանգյուղում կամ չգիտեմ մշո, չգիտեմ, դաշտում կամ Վանի շրջանում ապրող հայ գյուղացին ինքն է եղել հայը։ Եվ այդ մարդիկ հաստատ լավ չեն ապրել։ Ինչն է խնդիրը, ինչու է ինֆորմացիան այդքան հեշտ նաև բան անել, աղավաղելով ներկայացնել փոքրամասնության վիճակը, ներկայացնել մեծամասնության վիճակի տակ, շատ բարձ պատճառով, որովհետև այդ փոքրամասնությունը, արտոնյալ փոքրամասնությունը, դրանց մեջ նաև իդեպ հայ վաշխառուները, որոնք էլի մեծ դեր են ունեցել, ինքը բնականաբար, որպես վերնախավ, ինքը հենց իր մասին ավելի շատ պատմելու, ավելի շատ հիշողություններ թողնելու, շատ հետքեր է թողել։ Պարզ է, որ ասենք պարզ գյուղացին, որը 90%-ն է հայ ժողովրդի եղել, ինքը չի թողել իր մասին այդքան չի, ընդհանրապես շատ քիչ իշատակ է թողել, պարզ գյուղացու կյանքով է ապրել, իր մասին ոչ ինքն է տենց, ես իմ ինչ-որ բաներ հուշեր թողել կամ ինչ-որ հետքեր, ոչ իր հետնորդները, բայց այն փոքրամասնությունը արտոնյալ բնականաբար իր կյանքի մասին ավելի շատ բան է հայտնի, ավելի շատ բան է մնացել եւ դրա համար ստեղծում է այս պատրանքը, աբերացիա, եթե վերցնենք, աբերացիա այսինքն աղավաղում տեսողության, երբ որ մենք փոքրամասնության կյանքը դնում ենք որպես օրինաչափություն մեծամասնության համար եւ այդպես էլ մեզ ներկայացնում են նաեւ մարդիկ, որոնց դա ձեռ է տալիս է թվում թուրքական պետությունը։ Պետք է իմանանք, որ դարերի, հազարամյակների նույնիսկ ընթացքում, ամբողջ մեր հայտնի պատմության ընթացքում հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը եղել է գյուղացի։ Ճիշտ է, այստեղ կա պարադոքս։ Հայտնի հայերը եւ ինչով որ հայերը հայտնի են եղել նաեւ այլ ազգիներին, եղել են առևտրականներ, մեծահարուստներ, չգիտեմ, արհեստավորներ, քաղաքի բնակիչներ։ Օրինակ Վրաստանում մինչեւ հիմա հայ նշանակում է առևտրական կամ արհեստավոր։ Ինչու՞ դե պարզ է, որտեղ այդ մարդիկ են աչքի ընկել, այդ մարդիկ են ուշադրության կենտրոնում եղել, այդ մարդկանց վրա են այլազգիները որպես հայ ուշադրություն դարձել, բայց դա էլ է պատրանք, որտեղ այդ ամեն ինչով հանդերձ միևնույն է հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը եղել է գյուղացի, չի եղել առևտրական կամ արհեստավոր, դա միշտ է եղել, մինչև արդեն ցեղասպանությունն նախ, երբ որ արևմտահայությունը վերջնականապես հայրենազրկվեց, եւ մինչեւ 1940-ական 50-ական թվականներ այս սովետական արդեն Հայաստանում, որտեղ արդեն այդ իրանց սիրած այդ Վելիկի Отечественной վայնան, այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկային լեզվով ասած, եւ սովետական քաղաքականությունը կոլեկտիվիզացիա, ինդուստրիալիզացիայի վայրենի ինդուստրիալիզացիան ինքն իրանով լավ բան է, բայց վայրենի ինդուստրիալիզացիան որը քայքայեց, քանդեց, այն ինչ որ հազարամյակներով եղել է հայկական կյանքի հիմքը, հայ գյուղը քանդեց եւ մենք դառանք ավիրեց եւ մենք դառանք գերուրբանիզացված հանրություն, իր արդեն դեմոգրաֆիական տվյալների կտրուկ անկումով, ծնելիության թվերի կտրուկ անկումով եւ բոլոր հետևանքներով։
Սա իդեպ թեմա է, որի մասին քիչ են խոսում, բայց սրա մեջ վճռորոշ դեր բացի այդ սովետական քաղաքականությունից խաղաց նաև այդ Великий Отечественный վայնը, որով մինչև հիմա մեզանում շատ մարդիկ փորձում են հպարտ լինել, բայց դա հայ ժողովրդի հազարամյակների ուրեմն կյանքի կենսակերպի վերջնական հարվածներ, ավարտներ։ Սա ուրեմն մենք պետք է եւս մեկ անգամ sense լավ պինդ արձանագրենք, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը չի ապրել լավ։ Այդ բոլոր օրինակները լավ կյանքի վերաբերում հայ ժողովրդի ճնշող փոքրամասնությանը դա կարելի չլինի մինչև 5% նույնիսկ ավելի քիչ։ Ավելին, հենց այդ հայ արտոնյալ խավը սա էլ է կարևոր հասկանալ մենք։ Պես փուլից արդեն չգիտեմ հետո ավելի մանրամասնենք թե չէ, բայց կարևոր հասկանալ հենց այդ հայ արտոնյալ խավը ինքը իր հերթին մասնակցել է Օսմանյան կայսրության պետության հետ միասին եւ մյուսների հետ միասին ովքեր որ շահագործել են հայ ժողովրդին, շահագործմանը հենց այդ հայրի մեծամասնությանն, այսինքն մենք հետո կտեսնենք, եթե ինձ թվում է մի հատ կխոսանք, որ մեր այդ ազգային ազատագրական պայքարը ինքը եղել է ոչ միայն ազգային, այլև այդ անգերային, այսինքն սոցիալական, որովհետեւ ուղղված է եղել շահագործման դեպ այդ թվում հայ արտոնյալ փոքրամասնության կողմից հայ ժողովրդի շահագործման, որը հենց հանուն Օսմանյան կայսրության, օրինակ հայ աշխարհումները, որոնք Օսմանյան կայսրության հետ շատ լավ ծերտ բանի մեջ էին, ձեռեր տալիս եւ մեկին եւ մյուսին, հայ գյուղացու թշնամիներն էին, կարևոր թշնամիներից էին, որոնց մասին հիմա մոռացվել է, որոնք հայ ժողովրդին ուղղակի հայ գյուղացուն սնանկացնում էին, բայց իրենք հարստանում էին եւ հարստանում էին Օսմանյան չինովնիկները եւ Օսմանյան պետությունը դրա հաշվին։ Հիմա ուրեմն սա մենք հասկացանք, վատ ապրում էին, բայց վատ ապրելը ինքնին մի քիչ լայն հասկացություն է, ասենք ինչ իմաստով վատ էին ապրում, հա, որտեվ sense ասենք հիմա Օսմանյան ու մեկը կարող ասել է Օսմանյան կայսրության մեջ ինչ որ թուրք գյուղացին էլ շատ լավ ապրում, ասած շատ լավ չէր ապրում, էլի թուրք արտոնյալ խավներ լավ ապրում, կամ քուրդ գյուղացին, էլի քուրդ են արտոնյալները դրանք ավելի բան էին, ավելի լավ էին ապրում, բայց քուրդ գյուղացին դեն շատ լավ չէր ապրում եւ այլն, բայց այստեղ իհարկե այստեղ նույնպես կա կարևոր տարբերություն, որտեղ կարող են ասել դե վատ էր ապրում հայ գյուղացիությունը եւ ասում են, հա բայց թուրք գյուղացիությունն էլ մի շատ լավ չէր ապրում, նա էլ է շահագործվում եւ այլն, այո դա էլ է ճիշտ, բայց բնականաբար եւ շատ բարձ կարևոր տարբերություններ կան, որովհետեւ թուրք գյուղացին այո դասակարգային տեսակետից ստորադասված էր, բայց թուրք գյուղացին կրոնական տեսակետից եւ ազգային տեսակետից եւ պետական տեսակետից ստորադասված չէր, ինքը իսկ հայ գյուղացին իհարկե էր, որտեղ այստեղ դասակարգայինի բնականաբար միանում էր կրոնականը եւ ազգայինը, իհարկե այդտեղ նույնպես կան նյուանսներ տարբեր, բայց մեծ հաշվով է, այսինքն հայ գյուղացին կամ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը, որտեղ էլի միշտ հայ շենք, հայ գյուղացի ասելով կարելի է հասկանալ հավասար է հայ, մնացած ամեն ինչը բացառություն է, ինքը ենթակա էր այդ երրակա շահարկմանը, երրակա բանին Օսմանյան կայսրության մեջ, իհարկե էլի ոչ միայն Օսմանյան կայսրության մեջ, այնպես չէ որ հայ գյուղացին ռուսական կայսրության մեջ հոյակապ ապրել է, դա էլ միֆ, տենց չի եղել, բայց մենք հիմա դրա մասին չենք խոսում։ Հիմա մի երկու բան էլ ավելացնեմ ու այսօրվա համար ամփոփենք, բայց այս թեման շարունակելու ենք արդեն մյուս անգամ, հիմա տեսեք, այստեղ շատ կարևոր է նաև այս ընդհանուր պատկերը բանարեցինք, հա, ուրեմն որ եղել է արտոնյալ խավ, որը ապրել է պայմանական ասած լավ եւ որի օրինակը մեզ անդադ բերում են որպես լավ ապրող եւ դրա վրա կառուցում են այդ քարոշչությունը, եղել է ճնշող մեծամասնությունը հայերի, որոնք ապրել են վատ, մոտավորապես նաև հասկացանք ինչ իմաստով վատ, երրակի իմաստով դասակարգային ազգային կրոնական, բայց պետք է նաև մի քանի նյուանս հասկանանք, որտեղ այստեղ էլ դեռ շատ ընդհանուր է այս խոսակցությունը։ Հիմա նյուանս համար 1, որը վատ թարացրել է նաև հայ ժողովրդի մեծամասնության կյանքը Օսմանյան կայսրությունում, Հայաստանը Օսմանյան կայսրությանը միացվել է, նվաճվել է բավականին ուշ, համեմատաբար ուշ, այսինքն այն շրջանում արդեն, երբ որ Օսմանյան կայսրությունը ճիշտ է դեռ չէր հասել այն թուլությանը, ինչ որ ասենք 19-րդ դարում, բայց մոտավորապես սկսվում է արդեն դեպի անկում է ապրում այդ պետությունը, իհարկե դա անկման ամենասկիզբն է, դա մոտավորապես 16-րդ դարի մասին ենք խոսում,
16-17-րդ դարերի, բայց հենց այդ ժամանակ է Հայաստանը նվաճվել համեմատության համար սկզբնական իր գոյության շրջանում։ Օսմանյան կայսրության հիմնականում նվաճումները դեպի արևմուտք էին ուղղված։ Այդ առաջին 200 տարին իրենց գոյության եւ ավելին, այսինքն դեպի Եվրոպա, դեպի Բալկաններ, այդ ժամանակ է որ իրենց պետության միջուկը այդ մասում էր, դեպի արևմուտք էր։ Եվ իրենք այդ ժամանակ է որ Հունաստանն են նվաճում, Կոնստանտինոպոլսն են նվաճում, ուրեմն 1452 թվին, 15-րդ դարում sense ասենք, հետո գնում են խորանում են դեպի մյուս Սերբիա, մյուս Բալկանյան երկրներ, գիտեք, հասնում են Վիեննայի մոտ, նույնիսկ 17-րդ դարում էլ անընդհատ այդ ուղղությունն է գլխավոր։ Դեպի արևելք իրենք համեմատաբար ավելի ուշ են ուղղում իրենց ջանքերը, ուշադրությունը եւ այդ թվում Հայաստան, Մերձավոր Արևելք եւ այլն ավելի ուշ են միանում։ Եվ սա այն փուլն է, երբ որ բուն Օսմանյան պետությունն էլ արդեն ավելի այսպես ներսից էլ չասենք դեռ քայքայվում է, որտեղ ինքը դեռ երկար դարեր ունի ապրելու, բայց ընդհանուր կոռուպցիան այդ պետության, այսինքն փչացածությունը ավելանում է եւ այդ ժամանակվանից է սկսվում։ Ինչ եմ սա շեշտում, որովհետեւ այնպես է որ երբ որ օրինակի համար Կոնստանտինոպոլսը իրանք նվաճել են եւ այդտեղ հայերին իրոք արտոնություններ են այդ ժամանակ տվել եւ հայերն էլ բավականին դրական են վերաբերվել այդ Օսմանյան նվաճմանը, դա դեռ ավելի կազմակերպված պետություն էր, որը նաեւ իր խոսքի տերն էր կարողանում լինել, այսինքն եթե օրենքեր ընդունում, որ այսինչին արտոնություններ ենք տալիս, դա կատարվում էր։ Երբ որ իրանք եկան Հայաստան, դա արդեն մի քիչ այլ պետություն էր, շատ ավելի փչացած պետություն էր, շատ ավելի վատ կառավարման մակարդակով, քան սկզբանը։ Եվ հետո դա գնալով միայն վատացել է։ Այդ նվաճման պահից էլ մինչև 19-րդ դարի սկիզբ իրականում, սա մի կարևոր նյուանս է, Օսմանյան բուն պետության կառավարումը Հայաստանում, հենց բուն Հայաստանի մասին է հիմա խոսքը, շատ թույլ է եղել, շատ մակերեսային է եղել, նույնիսկ մինչև 19-րդ դարի վերջ որոշ շրջանումներում, օրինակ Վանի շրջանում, որովհետև ռեալ իշխանությունը պատկանել է քրդերին, տեղերում, բացի որոշ բացառություններ կան, պատկանել է քրդերին, բուն պետության իշխանությունը թույլ է շատ եղել։ Եվ դա իրենք փորձել են այդ իրավիճակը շտկել սկսած 19-րդ դարի սկզբից, բայց ելևս նույնիսկ ընդհանուր մինչև 1915 թվականն էլ, նույնիսկ ընդհանուր մինչև 19-րդ դարի վերջ, որոշ շրջաններում էլի փաստացի տեղեր կային, օրինակ Սասունի պես, որ փաստացի չի եղել այդ Օսմանյան իշխանությունը, մենակ ձևի համար է եղել, իսկ իրականում քրդերին է պատկանել կամ Սասունը բացառություն էր նաև որոշ չափով հայերին։ Բայց այս մանրամասների մասին, այս մի թեմայի մասին մի փոքր ավելի կմանրամասնենք արդեն հաջորդիվ շարունակությամբ, որտեղ այստեղ կարևոր բաներ կան, որ ես չեմ ուզում sense ամփոփման մեջ խցկեմ, այլ պետք է որոշ թեմաներ, հատկապես քրդերի թեման այստեղ պետք է բացենք, որտեղ դա էլ է մեզանում մի քիչ այլ կերպ հասկացվում եւ ներկայացվում, պետք է մի քիչ բացենք, ավելի լավ հասկանանք եւ այս եռանկյունին, որտեղ այստեղ կարևոր եռանկյունի կա, հայ-թուրք-քրդական եռանկյունի, դա եռանկյունի է հենց եղել, եւ շատ կարևոր է այստեղ մինչեւ հիմա էլ ակտուալ կան նրբություններ, որոնցից կուզենայի խոսել, դրա համար այսօր այսքանի վրա ավարտենք, որպեսզի այս նույն տեղից պոչից բռնելով սկսենք շարունակենք մյուս անգամ խոսակցությունը, հուսամ այսօրվա հիմնական միտքը պարզ եղավ։ Այսքանն է, շնորհակալություն ուշադրության համար։